Շատերի մոտ կարծիք է ձևավորվել, այս վերջում մեկն էլ ինձ գրել է, ասում է, Ծառուկյանը քեզ ինչքան փող ա տվել, որ հաչում ես, ուրեմն ասեմ քեզ, շունը քո հերն ա, քո մերն ա, որ քո պես թուլայա ունեցե, էսի մեկ, երկրորդը իմ վաղեմի ֆեյսբուքյան ընկերները բոլորի աչքով էլ ոնց էլ չէ ընկած կլինի, որ ես ինքս դեմ եմ եղել, երբ որ Ծառուկյանը մշակեց այդ կուռքը, որ պետք է կանգնացնեք Հադիսարի գագաթին ու անունը դնեք Հիսուս։ Բոլորը գիտեն իմ ուղիղ եթերների մեջ, որ ասել եմ չի կարելի դա անել, հեռու մնացեք այդ բաներից, բայց եկեք տեսեք ուրբաթը շաբաթից ավելի շուտ եկավ ու իրականում Աստված կենդանի է ու թույլ չտվեց։ Որ խոսքի հիման վրա թույլ չտվեց, 10 պատվիրանի երկրորդում գրված է. ձեզ համար կուռքեր չշինեք ու չերկրպագեք։ Աստծո 10 պատվիրանում է գրված։ Հիմա հարգելիս, երբ որ օրինակ եմ քեզ ուզում բերեմ, որ եթե դուք դրա մեջ ոչ մի բան չեք տեսնում, բայց ես ցեզ մի հատ օրինակ բերեմ, էլի։ Երբ որ դուք գնում եք խաչ առնելու, դուք ինչ եք ասում։ Գնում եք, ասում եք, մեզ խաչեր ցույց կտաս, խաչ ենք եկել առնելու։ Ասենք, կա մարդ, որ գնում է, ասենք, ասում է ինձ Հիսուսի խաչից տուր։ Չկա, չէ, տենց արող արտահայտություն, տենց արտահայտություն արող մարդ չկա, ճիշտ է, որ ասի ինձի Հիսուսի խաչից տուր։ Բայց որ քար ես կառուցում, քար ես ծեծում, ձեռագործ մարդու ձեռագործ ձեռքով պատրաստած քար ես կառուցում ու դրա անունը դնում ես Հիսուս, կենդանի Աստծո անուն ես դնում դրա վրա, բա ինչ պիտի լիներ։ Աստված պիտի մոռանար հայ ազգի խաթր իր գրված երկրորդ տողը, որ ասում է կուռքեր չշինեք ու չերկրպագեք։ Պիտի հայ ազգի խաթր այդ տողը մոռանար, թե մոռանար, որ ձեր ղեկավարն այսօր, թե Նիկոլին պիտի խաթր աներ, լավ, սենց ասեմ, Նիկոլին կամ Ծառուկյանին։ Բնավ Ծառուկյանի հետ առնչություն, շփում, նույնիսկ հանդիպում կյանքիս մեջ չի եղել, ու ավելին ձեզ ասեմ ցանկություն էլ չի եղել, որովհետև երբ որ ես մարդու մասին կարծիք եմ կազմում, ես նայում եմ մարդու գործերը, հատկապես հայտնի մարդկանց։ Այո, Ծառուկյանը կառուցել է եկեղեցի, բայց մինչև եկեղեցի կառուցելը Աբովյան գնացող ճանապարհի պիրամիդաներն ով է կառուցել։ Պիրամիդայի մասին քրիստոնյա մարդիկ կհասկանան։ Կամ կազինոն ով է կառուցել տարիներ առաջ, մինչ եկեղեցի կառուցելը։ Ու եթե դուք նայում եք ու համեմատում եք իբրև բարի մարդ, դուք դեռ բարի մարդ չեք տեսել։ Բիզնեսմեն եւ բարի մարդ դրանք լրիվ տարբեր բաներ են։ Օրինակ Ծառուկյանի կառուցած եկեղեցում քանի մարդ է ավելի շատ գնում, քան Ծառուկյանի կառուցած կազինոյում։ Իրա հյուրանոցներում։ Եկեք ճիշտը նայենք։ Մարդիկ այսօր ավելի շատ ուր են գնում։ Ինձ երբ որ ինչ-որ մեկը ուզում է ցավացնի կամ ինչ-որ ասի, ես ինչը փող ա տվել դրա համար դու խոսում ես, մի փոքր զգուշ եղեք։ Ես ասում եմ այն ինչը, որ ես տեսնում եմ, ու ես դրա համար եմ իմ կոմենտարիաները փակել, նախորդ ուղիղ եթերներից մեջ, եթե ժամանակ ունենաք, կնստեք, կլսեք, ես
Փակել եմ դա իմ ներսի խաղաղության համար։ Ես բնավ չեմ ցանկանում դառնամ հայտնի։ Ես շատ ճանապարհներ ունեմ հայտնի դառնալու համար։ Աստված ինձ շատ տաղանդներով է օրհնել։ Գոնե դա հաշվի առեք։ Այսօր մարդիկ ավելի շատ հայտնի են դառնում սև PR-ով, չէ՞։ Ինձ այդ բառն էլ դաժե դուր չի գալի։ Ու հենց դրա խաթր այն կոմենտները փակած, որ բացի նա, որ ոչ թե ես մենակ իմ ներսի խաղաղությունը չկորցնեմ, ես ինձ մեղքի մեջ չգցեմ, ես քեզ մեղքի մեջ չգցեմ։ Ես մարդ եմ, ով կարող է արտահայտել իր կարծիքը։ Թե այդ կարծիքը քեզ հետաքրքիր է կամ այդ կարծիքը քեզ պետք լինի, դա էլ արդեն դու որոշի։ Եթե չէ, ինձ մի չարացրեք։ Շատ նոր մարդիկ են իմ էջում հայտնվել, շատ նոր մարդիկ են ինձ SMS-ներ գրում, թող այդ մարդիկ իր ձեռքը դնեն իրանց խղճներին, ասեն, այն մարդը, որ ինձ SMS ա գրել, ասենք, բարև Ռոմ ջան, ոնց ես, ես այս հարցում քո հետ համաձայն չեմ, կամ սենց այս մեկը սենց կամ ունենց, որևիցե մեկիդ հետ ժողովուրդ ես անհարգալից խոսացել եմ։ Չէ, որովհետև ես հարգում եմ յուրաքանչյուր մարդուն։ Ու հատկապես այն մարդուն, ով ունի տեսակ, անտեսակ մարդիկ ոչ թե չեմ հարգում, չեմ ուզում շփվեմ անտեսակ մարդկանց հետ։ Իսկ շատ նաև խոսում են, չէ, անտեսակ, ասում են քո ասածների մեջ անտեսական, բա ուրա, չէ, ասենք ուրա այդ մարդիկ, ասում ենք մեր լավ, եթե էսի չլինի, ով պիտի լինի։ Քրիստոնյա ժողովուրդ ջան, իսկ երբևիցե մտածել եք այն մարդիկ, ովքեր որ պետք է այսօր իրականում երկիր փրկեին, միգուցե դուք աբորտ եք արել։ Տղա ունենալու խաթր մի քանի երկիր փրկող երեխաների աբորտ եք արել, կամ հակառակ աղջիկ ունենալու համար։ Ես խնդրում եմ, որ հանկարծ դուք Տիրոջը չբերեք հարմարացնեք ձեզ։ Աստծո օրենքը գործում է։ Հիմա Ծառուկյանն ուր է։ Հասկանում եք։ Դուք ինչքան կարող եք, եթե ինչ-որ մի բանը վերաբերվում է ժողովրդին կամ կրոնին, ինձանից ձեզ խորհուրդ, Աստվածաշունչ կարդացեք, հոգևոր բաներ լսեք։ Պատարակների գնացեք, որտեղ Աստված խոսում է եւ քո, եւ ընդհանուր իրավիճակի մասին։ Ու երբ որ դու սկսում ես արդեն ինքնուրույն մտածել, դու իրավիճակը տեսնելով, խոսքը քննելով, հասկանում ես այդտեղ, թե քեզ ոնց պահես, որ դու օրհնվես ու դու չտուժես։ Նաև այս պատերազմները ժողովուրդ ջան, այս պատերազմները, ասենք, լիքը ցավով եմ ասում, լիքը հերոսի ծնողներ կան, որ ասում են ես սենց եմ եղել, ես սենց եմ եղել, այդքան վատ մարդ չեմ եղել, բոլորին օգնել եմ, այս կողմեն կողմ, ինչի իմ անմեղ երեխեն պիտի սենց լիներ։ Ասենք երբևիցե մտածել ես, ասենք կարող է աբորտ ես արել, կամ պատճառ ես եղել, որ մեկ աբորտ անի։ Հասկանում ես, ասենք, դա և հոր և մոր զավակասպանություն է համարվում։ Իսկ Աստված արդար է։ Լիքը երեխեք, ումը որ դուք աբորտ եք արել, լիքը երեխեք այսօր հայազգի հարց կարար լուծեր, բայց քանի որ չեք ուզել, Աստված ասում է, դե դու ոնց որոշել ես, տակիցը տենց էլ դուրս արի։ Ինձի փառք տուր, որ դու այսօր ապրում ես էլ, մենակ հենց այդ դրա համար էլ փառք տուր։ Մնացածն էլ ոնց որոշել ես, գնա տենց էլ քո որոշման տակից ոնց ուզում ես դուրս արի։
Չնայած մեր Աստված սեր, այս մարդկային ձևով ասեցի։ Լավ եղեք ժողովուրդ ջան, մեկը մյուսին նեղացնելուց, վիրավորելուց, գիտեք, մի քիչ մտածեք։ Ինձ ոչ մեկ փող չի կարա տա, որ ես խոսեմ, առավել ևս ես չեմ վաճառվում։ Ամբողջ կյանքում ընտրության էլ չեմ գնացել։